Առաջին հերթին պետք է ասել, որ այս չկառուցված գործարանը կամ այս գործարանի ավերակները իշխանության ստի եւ միֆերի խորհրդանիշն է, որտեղ արդեն 8 տարի մեզ համոզում են, որ Հայաստանը ինքնիշխան է, Ղարաբաղը հանձնելուց հետո ասում են, որ Հայաստանը վերջապես վերագտավ իրան, դրանից առաջ գոյություն չի ունեցել, բայց այս գործարանը վկայությունն է նրա, որ Հայաստանի կախվածությունը արտաքին ուժերից էլ ավելի է մեծացել, որ Ադրբեջանը, Թուրքիան լիովին փորձում են վերահսկել իրավիճակը Հայաստանում եւ այսօր այս գործանը չեն թողում կառուցել, վաղը արդեն ախորժակները կմեծանա ու ավելի մեծ բաներ չեն թողնի անեն։ Կարող է մենք էլ մի օր չկարողանանք մտնել այստեղ։ Մի խոսքով, մեր ստեղ գտնվելը նրա մասին է, որ ինքնիշխանությունը այս պայծրությամբ ամենաառաջնահերթ արժեքն է, որը կարիք ունի պաշտպանության եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկա են մեր ներքին քաղաքական կյանքում, միջամտում են մեր ներքին գործերին եւ այդ ամեն ինչը պետքա կասեցնել։ Այս պայծրությամբ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ թշնամիներն են Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց կամակատար Հայաստանի իշխանությունները։ Եվ դրա համար անհրաժեշտ է քվեարկել մեզ, որպեսզի Հայաստանը կարողանա վերագտնել իր ինքնիշխանությունը եւ իրականացնել ռեմոնտադա, այսինքն Հայաստանի վերադարձը։ Հայաստանի վերադարձ դեպի ինքնիշխանություն եւ ահա դա է պատճառը, որ մենք ասում ենք ռեմոնտադա լինելու է, այսինքն վերադարձ մեր ակունքներին, մեր ինքնիշխանությանը, մեր ինքնասիրության թե մարդկային, թե պետական պաշտպանությանը մենք կարող ենք հասնել հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր, վերցնելով թիվ 19 քվեաթերթիկը եւ քվեարկելով Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին։ Փաշինյանի, Էրդողանի եւ Ալիևի ասածով չի լինելու։ Շատ լավն էր այս մասը։